Արտակ ջան, խնդրեմ Հարիկ ջան, Արտակ ջան, բարի ուշ երեկո եղբայր, խնդրեմ հարցը, պատասխանը ու եւ այլն։ Հարգանքներս, պարոն Գուրգեն, Բարև ձեզ, փոխադարձ հարգանքներս։ համարյա մի օրի ենք, մի տնից չենք, բայց մի օրի ենք, ի տարբերություն, որ չգիտեմ ինչի դուք ձերբակալված չեք, ես ձերբակալված եմ։ Հիմա նույն պրոցեսի մեջ ենք, թղթերը տվել ենք, կտեսնենք խոչընդոտները։ Հասկացա։ Հիմա ձեր կենսագրությունը նայում եմ, մի հատ են ռուսերեն զալատոյ մալչիկա ստեղծած, էլ նկարիչ, էլ դասախոս, էլ 44 օրյա պատերազմի ժամանակ ինչ եք արել, պարոն Սիմոնյան։ 44 օրյայի ժամանակ ես զորակոչվեցի, ինձ ամրակցեցին որպես պահեստազորի սպա Դիլիջանի հրետանային գնդին, մոտավորապես սեպտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը Աչաջուրում ենք եղել, այնտեղ ինժեներական աշխատանքներ էինք կատարում, որտեղ մտածում էինք, որ պատերազմը եթե շարունակվեց, Տավուշից էլ է խնդիր լինելու։ Հետո ամսի 3-ի երեկոյան մեզ ասացին, որ տեղափոխվում է ամբողջ գունդը, ամբողջ մոբ ռեզերվով հանդերձ Լեռնային Ղարաբաղ, դեպի ջրականի մատույցներ։ Մեր գունդը տեղակայվեց եւ հենց ջրականում հրետանային գունդը տեղակայվեց, մեր կոնկրետ ստորաբաժանումը, որը ինժեներականն էր, ես սակրավոր եմ, ինժեներ սակրավոր, դասակի հրամանատարի կարգավիճակով։ Գնդի մատույցներին համարյա, որտեղ ինչի գնդի մատույցներին արդեն թշնամին այդքան խորացել էր, 20 կիլոմետր մուտք էր գործել, մենք այնտեղ հրամանատարական կետ էինք կառուցակարգում եւ շրջանային պաշտպանություն էինք իրականացնում հրամանատարական կետին, որը հրետանուն հնարավորություն էր տալիս ճիշտ աշխատելու։ Բախտի բերմամբ այնպես ստացվեց, որ ողջ մնացինք եւ փառք Աստծո նաեւ դասակի իմ բոլոր տղաները ողջ մնացին, դրա համար ես ինքս ինձ մեղադրելու քիչ բան ունեմ այս առումով, բայց գունդը մեծ կորուստներ ունեցավ, թե տեխնիկայի, թե զորքի եւ այլն։ Այդ դրանով էինք զբաղված։ Ինչ հրետանի եք օգտագործում։ Ամեն ինչ էլ կար, D20, D30, գրադել ունեինք, սմերչ էլ կար, բայց հետո վերջում երկու հատ ջարդած D20 մնաց, որովհետև գիտեք, ամեն ինչ օդով էր պայմանավորված, ամբողջությամբ խոցել էին, ամբողջությամբ, դրոններով, իսկ հակադրոնային մեթոդներ չունեինք մենք այնտեղ, հոպը առհասարակ բացակայում էր։ Ես չգիտեմ ինչքանով մենք իրավունք ունենք հիմա այս հարցը քննարկենք ու եթերով, ժողովուրդ հնարավորինս Արեք քիչ խոսենք պատերազմի մանր դետալներից, խնդրանք սա։ Դետալների մասին չենք խոսի, դետալների մասին չգիտենք էլ որ խոսենք, մենակ մի բան կարամ ասեմ, որ անկեղծ ասած ես բանակի պարտությունը այնտեղ տեղում չէի շոշափում։ Ճիշտ է, կորուստներ ունենում էինք զուտ բանի առումով տեխնիկայի, բայց եթե հնարավորություն լիներ համալրումները ճիշտ լիներ, ես չեմ կարծում, որ այդքան հանգիստ կկարողանային ջարդել, իսկ հետո արդեն Պարզ դարձավ, որ այնտեղ մի գունդ, երկու գունդ չէր, այլ կորպուսների մասին էր խոսքը գնում հակառակորդի կողմից։ Բայց գիտեք ինչ է հետաքրքիր, պարոն Սիմոնյան, ձեզ հրետանու հրամանատար են տվել, ինչի չեք հրաժարվել։ Չէ, ինձ հրետանու հրամանատար չեն տվել։ Ինչ որ ասեցիք, նոր ինժեներա սակրավորային դասակի հրամանատար եմ եղել։ Ինժեներա սակրավորային դասակի հրամանատար։ Իսկ նոր հրետանի ասեցիք, չէ՞, հրետանու։ Այո, հրետանային գնդով ենք գնացել։ Հրետանու գունդը ունի ինժեներա սակրավորային դասակներ, կարա վաշտել ունենա։ Հրետանին, որ տեղակայվում է, այդ ամբողջությամբ ինժեներական աշխատանքներ է, չէ՞, այնտեղ կատարվում։ Ձեր գիտելիքները հերիք էր այդ սակրավորման աշխատանքների համար։ Եթե նկատի դե ես ինժեներականն եմ զորքերում ավարտել, նկատի ունենանք այն, որ 2006 թվականի զորացրվել եմ ժամկետային զինծառայությունից, թեպետ եւ լավ եմ անցկացել իմ ժամկետային զինծառայությունը, նկատի ունենալով եմ, որ գիտելիքները լավ էի սերտում, մի քանի անգամ էլ բայևոյականներ եմ տեղադրել զինծառայության ընթացքում, բայց տևական ժամանակ է անցել։ Համարը 20 տարի։ Հրամանատար դուք պատրաստ եք այտենց, ասենք ինչի համաձայնվեցիք հրամանատար, որ կարեք զինվոր լինեիք։ Հա, բայց եթե դու գրանցված ես լեյտենանտ որպես հրամանատար այդ գնդում գրանցված ես, ո՞նց գնաս որպես զինվոր։ Թղթերով։
Վերիք չի ես զինվոր կգնամ։ Չես կարա, եթե քո գրանցել ես։ Եթե ինձ տանեն ավիացիա, ես զինվոր կգնամ, բենզին լցնող։ Լավ, հիմա ձեր նկարները, որ նայում ենք, բարձր որակի լավ նկարներ, այդ ձեր վեբսայթում ավտոմատը ձեռը Շնորհակալություն։ Դա 44 օրյայի պատերազմի ժամանակ չի եղել, այդ ավտոմատը ձեռը նկարը ապրիլյան քարորիայի ժամանակ էր մենք հայկական բանակ շարժում էինք նախաձեռնել, որոշեցինք մեկնել, բայց 4 օրում կանգնել էր արդեն, ամեն դեպքում հասանք մռավի գագաթում ենք նկարվել, դա 44 օրյայի չի, 44 օրյայի մեկ նկար ունեմ, որ տեսախցիկին նայում եմ, մեն էլ ընկերս, մարտական ընկերս ասեց նայի նկարում եմ, մի հատ էլ կողքից նկար ունեմ, Ուրալից թռել էի ներքև, կողքի Ուրալից նկարել էին։ Այտենց ֆոտոսեսիա այնտեղ չենք արել 44 օրյայի ժամանակ էլի, որ նկարներ լինի եւ այլն։ Ավտոմատը ձեռքինս 16 թվականի նկարա մռավ լեռան վրա, հետևն էլ Սարսանգի ջրամբարն է երևում։ Վերջի հարցը տամ, ձուկ հնչեցրեցիք, որ Ադրբեջանին առաջարկեք, նա կհրաժարվի։ Հիմա եթե Ադրբեջանը էլի ձեր նույն տեսությամբ համաձայնվի, որ Արցախը լինի Ադրբեջանի մարզում, կամ ես ինչքան հասկանում եմ, դուք պրո-եվրոպական ուղղություն եք բռնում, եթե Եվրոպան ասի, դուք կլինեք Եվրոպա, բայց Արցախը պետք է լինի Ադրբեջանի մարզում։ Դուք նման բան չկա։ Ես չհասկացա դուք որտեղից նման բան լսեցիք։ Պրո-եվրոպական չի, ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի մասը եւ առաջնորդվի բացառապես սեփական ազգային շահերով։ Բացառապես սեփական ազգային շահերով։ Եթե Ադրբեջանը համաձայնվում է, հարց չկա, թող համաձայնվի, թող այդ ամբողջ գոտին համարի, ապա միլիտարիզացված գոտի Հայաստանի հետ բաժանելի մասը ապահովի ելումուտը, արցախցիները գնան այնտեղ ապրեն, իրենց համար գյուղապետեր, քաղաքապետեր ընտրեն, տնտեսությունը ոնց ուզենան տենց վարեն, դասագրքերը որով ուզենան դրանով է սովորեն։ Եթե դա կապահովի, թող ապահովի, հարց չկա, համաձայն ենք։ Բայց կապահովի։ Ձեր միկրոֆոնը անջատված է։ Ես խնդրում եմ միկրոֆոնները բացելու դեպքում շներին բան հեռու տարեք, Արտակ ջան, խնդրանքը շներին մոդիկ մի բերեք, կամ փակեք միկրոֆոնը այդ պահին, խնդրեմ։ Այսինքն Ադրբեջանի մեջ լինի, բայց ունենա սուվերենություն։ Դե պարզ է, չէ, որ դա բառախաղ է եւ ընդամենը հնարավորություն է տալու մյուս թեզերը առաջ տանելու։ Մենք աշխարհին ասելու ենք, մենք կառուցողական ենք, դրան համաձայն ենք, բայց Ադրբեջանը համաձայն չի լինելու։ Համաձայն կլինի, հարց չկա, մենք համաձայն ենք։ Բայց ես հաստատ համոզված եմ, որ համաձայն չի լինի։ Պարոն Փաշինյանն էլ է բառախաղ տանում, ասենք տարբերությունը ո՞րն է, պարոն Սիմոնյան։ Ինքը պոպուլիստական հանրահաճո բառախաղ է տանում, որը որ տրամաբանությունից զրկված է։ Իսկ մեր Հայաստանի Հանրապետության բառախաղը կոնկրետ ստրատեգիայի համար է ծառայելու։ Մենք ասելու ենք սրան համաձայն ենք, ինքը ապահովում է, չապահովեց, ուրեմն գնալու ենք պլան B-ին։ Այդ դեպքում եկեք անկախ պետություն։ Անկախ պետությունը աշխարհը համաձայն չի, դե որ տենց է, ուրեմն միացում հիպոթեզն է։ Մեր բառախաղը տանելու է ստրատեգիայի վերջնական։ Իսկ Փաշինյանի բառախաղը արդարացումների ցանկում չի գնալու։ Ինքը փորձելու է արդարացնել իր չարածը։ Ու այս բառախաղը սենց դուք բաց ասում եք, ոչ ոք չի լսում, այս եթերները չկա։ Չէ, թող լսեն, թող անգամ լսեն, որ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Արցախի միացումն է Հայաստանի Հանրապետությանը։ Թող լսեն։ Դրտեղ որևէ գաղտնի չկա, իրենց անալիտիկ կենտրոնները ինչի չեն կարողանալու հասկանան, բայց մենք ամեն դեպքում մենք իցույց դնելով մեր վերջնական նպատակը որն է, իրանց վատ կողմի վրա ներկայացնելու ենք Ադրբեջանին, լրիվ հիմքերը մենք դրա համար ունենք, կամ փաստական հետևյալներ, կա իրագործված հայրենազրկում, պատրիոտի ցեղասպանության տարատեսական, մշակութային ոչնչացում կա, ժողովրդին են կոտորել տարիներ շարունակ, հիմա էլ չեք ապահովում, հարց չկա, պարզա որ միացումն ենք տանելու մենք, դեպի միացում թեզի կյանքի կոչում ենք տանելու, ով ուզում է թող լսի, ով ուզում է թող նախապես իմանա մեր պլանը։ Իսկ առանց զինված
պայքարի դուք գտնում եք որ Արցախը Արտակ ջան, վերջին հարցը դա արդեն 8-րդն է, ցավը տանը։ Մի քիչ մարդիկ կան ուզում են բարձրանալ։ Ես մի հատ բան չեմ, մի րոպե սպասի Արտակ ջան, որովհետեւ կիսա չնի, Արգերի Սիմոնյան, տեսեք, Արտակն էլ ունի կուսակցություն, նորաստեղծ կուսակցությունը բավականին շատ խելացի մտքեր պարունակող, ես ծրագիրը մոտավորապես sense պատկերացնում եմ ինչու մասին է։ Իմ կարծիքով դուք իրար հետ հանդիպելու պարագայում շատ նմանատիպ բաներ, թեզեր կտեսնեք, քանի ես հիմա տեսնում եմ, որ իրար ոնց որ թե ուզում եք ծանոթություն եք ուզում ստեղծ հարտակով, հենց այս հարտակը դա է տալիս, ժողովուրդ։ Իրար հետ ծանոթացեք, իրար հետ մտքերի փոխանակում արեք, վերջը մեր բոլորիս հայրենիքն է սա։ Արսեն ջան, վերջի հարցը հետաքրքիր էր, ուզում եմ պատասխանեմ։ Խնդրեմ, պատասխանեմ։ Որպես հայ մարդ, որպես քաղաքացի չեմ պատկերացնում, որ առանց պատերազմի այդ հարցը կլուծվի։ Որտեղ թուրքի բնավորությունն է, այտենց իրանք միջև ատամի տակ չգցեն, չեն հասկանալու, միջև գլխներին չուտեն, չեն հասկանալու։ Բայց եթե մենք կարողանանք դառնանք այնպիսի պետություն, որ ամբողջ աշխարհում հարց լուծող է, փողով էլ կարանք լուծենք այդ հարցը առանց պատերազմի։ Բայց դրա համար 100 տարի ժամանակ է, պետք ես չեմ կարծում, որ մենք 100 տարի ժամանակ ունենք։ 5-6 տարի ժամանակ կա։ 5-6 տարվա ընթացքում կարող է ագրեսիան տեղի ունենա, մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ես մի քիչ ուրիշ կերպ եմ պատկերացնում, լավ, շնորհակալ եմ Արսեն ջան, իջնեմ թող Ես եմ շնորհակալ։ Դուք իրար հետ իմ կարծիքով Արտակ ջան, իրար հետ համանելով փոխանակվեք։ Ժողովուրդ, ես վատ բան չեմ ցանկանում մեզ բոլորիս։ Մենք բոլորս մի կայծոլի մեջ ենք։ Ես այսպես մենք մեզի բացահայտենք, մենք մեզի, որպեսզի կարողանանք, թեկուզ, տեսեք, դուք կարաք մեկ բանի շուրջ գոնե համախմբվեք, հայրենիքը վտանգի տակ է։ Մնացած դետալները կարաք իրար հետ մշակեք։ Միացեք, խոսացեք, դեգուզ այդ կոալիցիա չեք կլինի, բայց կարա կլինեք լավ բարեկամ կուսակցություններ։ Շնորհակալություն Արտակ ջան։ Ես իշտեմ, եթե հետո հարցեր կլինի։ Խնդրեմ, կարող ես բարձրանաս, հա, այո։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն։ Արտակ ջան, կարճ ձևակերպի հարցը ցավը տանը։ Պարոն Սիմոնյան, հիմա ձեր կուսակցությունը մերիտոկրատիական կուսակցություն է, ճիշտ եմ հասկանում։ Մերիտոկրատիա։ Այո, այդտեղ նշանակում է, որ արժանիները պետքա գան աթորի, հա, սենց ասենք, իշխանության։ Հիմա երկու բան եմ ուզում տեղից դուրս բերել։ Նախ դուք հիմնված եք ժողովրդի ֆինանսավորման վրա, որը որ արդեն մերիտոկրատիայի դեմ է գնալու, այսինքն ով փող տա, դուք այդ մարդուց կախված եք լինելու, այսինքն անձնական կապերն է էլի առաջ գալու, ոչ թե այդ մարդու գիտելիքները կամ արժանինքները։ Երկրորդը, մերիտոկրատիա է ձեր միշտ մերիտոկրատիան միշտ նախ ոչ միտեղ չի եղել, բայց ինքը իրանով որպես տեսություն դուրս է բերելու ինչ-որ մի հատ էլիտա։ Չեք գտնում, որ դա վտանգավոր է ու ոնց է կարգավորելու այդ դրամական զոհաբերությունները, հա, ձեզ, որը ստեղծելու է անձնական կապ ու ոնց եք այդ մարդկանց մերժելու։ Այսինքն այդ մարդիկ, որ ձեզ ինչ-որ դրամական օժանդակություն են տալիս, իրանք ունեն առանձին ինչ-որ օրակարգեր, սպասելիքներ, ինչ եք անելու։ Ու վերջի հարցն է, ես օրինակ չհասկացա, դուք ոնց այդ եզրահանգման եկաք, ոնց եք պատկերացնում, ենթադրենք թոշակառու մի տիկին, որ մեզ գումար է փոխանցել, մենք իրան պաշտոն ենք խոստացել դրա դիմաց։ Ես թոշակառույց չեմ խոսում, թոշակառույցս ընդհանրապես փող չեմ վերցնի։ Ժողովուրդն է մեզ ֆինանսավորում։ Որևէ մեկի ֆինանսավորումը, որը որ մեզ տրամադրում է, խոստումի դիմաց չի։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ մեզ ինտելեկտուալ կապիտալով են օժանդակում, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ խոստացել պաշտոններ։ Դա կեղծ կատեգորիա է եւ ես չհասկացա թե որտեղից դուք եկաք հանգեցիք դրան։ Մի հատ օրինակ Մերիտոկրատիան դա է նշանակում, որ մարդիկ ֆինանսավորում են իրենց ազգային ուժը եւ այդ ազգային ուժը հանձնառու է դառնում լավագույնների համար ճանապարհ բացելու։
Մենք պետք է փնտրենք տարբեր ոլորտներում լավագույններին, նեական չի, անգամ այդ մարդը մեր կուսակցությունից կլինի, թե չէ։ Մեզ հերիք կլինի, որ ինքը լավագույնը լինի ու վավերացնի մեր կուսակցության ռազմավարությունը, որ այդ ճանապարհով է գնա։ Հիմա ես թոշակառու չեմ, վաղը մեծ գումար եմ զոհաբերում ձեր կուսակցությունը։ Շատ մեծ գումար։ Դա ձեր բարի կամքն է, դրա դիմաց դուք ոչ մի բան չունեք ստանալու։ Ձեր բարի կամքն է, դուք ընդհանրապես ստանալու եք, որ ալտերնատիվ ուժ եք ձեր օժանդակությամբ կայացնում, որը պետքա նախքին ներկա հարացույցից Հայաստանը դուրս բերի։ Որևէ մեկը ձեր մեծ գումարի դիմաց ձեզ խոստումներ չի պատրաստվում տա։ Այտենց լիներ դուք պատկերացնում եք քանի միլիոններ արդեն մենք ներգրավված կլինեինք։ Լավ, Շնորհակալություն, կներեք, չէ, հարց չկա, Արտակ ջան, կներես, ես արեք ձևաչափան էց անեք, մարդկանց հետ զառանի պայմանավորվել եմ։ Էլիտաների մասով էլ ասեմ, Արսեն ջան, մենք տարիներ շարունակ տեսել ենք տգետների կառավարությունը, որ դատարկա գլուխները եկել են Հայաստանը որփի գլուխի նման ոնց պատայի խուզել են, Վազգեն Սարգսյանն էր ասում, չէ՞։ Հիմա պետքա լինի դասակարգեր մտավորական մարդկանց, որոնք որ հնարավորություն ունենան գիտելիքահենք կառավարում իրականացնեն։ Ձեր կարծիքով Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում ամեն պատահած կարա վեր կանա գնա պետական կառավարման համակարգի բարձր պաշտոններին հավակնի։ Մենք այդ աստիճանը պետքա ստեղծենք, որ մարդը վերև բարձրանալու համար աստիճանով բարձրացած լինի եւ արժանի լինի։ LGPD-ա, Ինչ։ իսկ եթե LGPD-ա, Այսինքն, այդ ինչ կապ ունի մեր եվրոպական արժեքներ ենք խոսում, այնտեղ կա այդ արժեքները։ Ես ասում ուզում եմ թող այլմոլորակային լինի, ես խնդիր եմ տալու, ինքը թող լուծի այդ խնդիրը։ Նույնիսկ LGPD-ի ներկայացուցիչը։ Ինչ է ականը, իր անկողինը իր անձնական կյանքը մեզ հուզում է։ Անձնականը չի ուզում, բայց քարոզելը հուզում է։ Քարոզելը հուզում է, քարոզանելու իրավունք չունի իհարկե։ Ով իրավունք ունի քարոզանի։ Իր անձնականը իրանն է, ես խնդիրը տալիս եմ իրան, եթե ինքը լավ մասնագետ է, թող լուծի։ Առանց քարոզանելու իր անձնական նախասիրությունը։ Շնորհակալ եմ Արսեն ջան, շնորհակալ եմ։ Ես շնորհակալ ձեզ։